Ազգային ժողովի հերթական քառօրյան մեկնարկեց պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի քննարկմամբ։ Նախաձեռնության հեղինակներն են քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Նարեկ Ղահրամանյանը։ Օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել պետական տուրքերի չափերն ու կիրառման սկզբունքները, արդիականացնել համակարգն ու ապահովել պետեկամուտների կայունությունը։ Օրենքի նախագծի նպատակը այն է, որպեսզի մենք կարողանանք մեր տեղական արտադրողին պաշտպանենք արտաքին ներգործություններից, այսինքն շատ ավելի էժան կարողանում են ներկրել արմատուրա եւ նաեւ մետաղական այլ ապրանքներ, որը պայմանավորված է հիմնականում մեր հարևան երկրում Իրանում աշխատավարձերի հետ կապված, գազի, էներգակիրների, էլեկտրոէներգիայի հետ կապված ցածր գներով։ Դրանով պայմանավորված, քանի որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվում է էժան արմատուրա եւ մենք պետք է պաշտպանենք մեր արտադրողներին, այս օրենքի ընդունումով ցանկանում ենք այս խնդիրը լուծել։ Նախկինում 29000 էր դրված, իսկ հիմա առաջարկում ենք 55000 դրամ 1 տոննայի հաշվարկով։ Պատգամավորը նշեց, որ փոփոխությունները պայմանավորված են մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, նաև ռազմավարական նշանակության ապրանքների, սև մետաղների արտադրության եւ ներքին առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է ներդնել էլեկտրոնային ծանուցման մեխանիզմ, որ դեպքում է անձը համարվելու պատշաճ ծանուցված։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանի խոսքով ներդրվում է էլեկտրոնային ծանուցումների մի ամբողջական մեխանիզմ, եւ եթե այդ մեխանիզմով անձը ծանուցվի եւ ծանուցումը բոլոր փուլերով անցնի, ապա անկախ ամեն ինչից անձը համարվելու է պատշաճ ծանուցված։ Ֆիզիկական անձանց պարագայում գործելու է էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով, այսինքն նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման միջոցով։ Ծանուցումը տեղադրվելու է այդ հարթակում եւ եթե անձը մուտք գործի հարթակ, ապա համարվելու է ծանուցված։ Անձը կարող է նաև տրամադրել իր հավելյալ կապի միջոցները, անձնական էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, որով նա հավելյալ կտեղեկացվի այն մասին, որ հարթակում ծանուցում է տեղադրվել։ Եթե հարթակում ծանուցումը տեղադրելուց հետո անձը մուտք չգործի, համակարգ սկսելու է աշխատել հաջորդ քայլը։ Այն է ծանուցումը հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվելու է անձի հաշվառման հասցեով։ Հիբրիդային առաքանին այն է, երբ ծանուցողը որևէ ծրար կամ նամակ չի ուղարկում, այլ էլեկտրոնային ծանուցումն ավտոմատ փոխանցվում է փոստին եւ փոստային ծրագրավորումն ուղարկվում է անձի հաշվառման հասցեով։ Այս տարբերակը դեռ թողել ենք, որպեսզի հնարավոր խնդիրներից խուսափենք, այսինքն այն դեպքերում, երբ անձը չբացի եւ չծանոթանա ծանուցմանը, ապա ծանուցումը նրան ուղարկվի նաեւ փոստային առաքանու միջոցով։ Եթե այս եղանակով ուղարկելուց հետո 7-րդ օրվա դրությամբ ֆիքսվում է, որ անձը չի ստացել ծանուցումը կամ հրաժարվել է ստանալ, ապա ծանուցումը տեղադրվում է ազդարար.am հարթակում, այսինքն իրականացվում է հրապարակային ծանուցում։ Եվ ազդարար.am-ում տեղադրելուց հետո 7-րդ օրը անձը համարվում է պատշաճ ծանուցված։ Նորամուծություն է նաև այն, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից բացի իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին եւս հնարավորություն է տրվելու միանալ այս հարթակներին եւ այլ անձանց ծանուցել էլեկտրոնային եղանակով, որը եւս կհամարվի պատշաճ ծանուցում։ Հաջորդ նախագծով էլ առաջարկվեց հունվարի 27-ը սահմանել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր եւ դարձնել ոչ աշխատանքային։ Հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները, ապրիլյան պատերազմի, 44-օրյա պատերազմի, Հայաստանի դեմ հարձակումների օրերին, 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների օրերին մեր տված զոհերի փաստը եւ նաեւ 2025 թվականի օգոստոսի 8-ին անկախության հռչակագրի ընդունման փաստը կարևոր են դարձնում մեկ օրվա սահմանումը եւ որի ընթացքում մենք կհարգենք տարբեր տարիների ռազմական իրադարձությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը, խոնարհվենք նրանց առաջ եւ մենք առաջարկում ենք, որպեսզի այդ օրը լինի հունվարի 27-ը, այսինքն բանակի օրվան հունվարի 28-ին նախորդող օրը։ Ռուբինյանը պարզաբանեց, թե ինչու է առաջարկվում հենց այդ օրը։ Ըստ այդմ պետք էր ընտրել օր, որը որևէ կոնկրետ ռազմական իրադարձության օր չէ, բայց պետք էր ընտրել նաև օր, որը որոշակի տրամաբանություն եւ սիմվոլիզմ ունի։ Մենք համարում ենք, որ հունվարի 27-ը կարող է լինել այդ օրը, երբ որ առաջին օրը մենք հարգանքի տուր կմատուցենք հայրենիքի պաշտպանության համար
զոհվածներին, կհարգենք նրանց հիշատակը, իսկ հաջորդ օրը, բանակի օրը արդեն որպես շարունակվող կյանքի եւ անկոտրում կամքի խորհրդանիշ կտոնենք բանակի օրը։ Պետք է նաև մասնավորեցնեմ, որ սա չի նշանակում մոռացության մատնել պատմության մեջ կարևորություն ունեցող այլ օրեր, սա չի նշանակում փոխարինել դրանք։ Ռուբինյանն ասաց, որ սա պարզապես սգոր չէ, սա հիշատակի խոնարհումի օր է։ Այդ օրվան ընթառաջ եւ այդ օրը դպրոցներում, համալսարաններում կարող են անցկացվել միջոցառումներ, հեռուստաընկերությունները կարող են ռեպորտաժներ պատրաստել եւ այսպես շարունակ, այսինքն օրը ոչ միայն գերեզմաններ այցելելու մասին է, այլ նաեւ միջոցառումների մի համախմբի մասին է, որի նպատակն է հիշել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տված զոհեր։ Մյուս նախագծով էլ կառավարությունը կսահմանի եվրոպական դատարանի վճիռներով սահմանված փոխհատուցումների վճարման կարգը։ Հիմնական զեկուցող միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանի ներկայացմամբ առաջարկվում է անտեսել լիազորող նորմ, որի հիման վրա կառավարությունը կկարողանա եվրոպական դատարանի վճիռներով եւ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգ սահմանել։ Խորհրդարանականները քննարկեցին նաեւ աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի առաջարկվում է վերացնել սահմանադրությանը հակասող արհեստակցական միությունների մասին օրենքային կարգավորումները, որոնցով Հայաստանի զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, նաեւ դատավորների եւ սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանվում է արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելք։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։